Հեծը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնական մոնոպոլիա։ Սամվել Կարապետյանի դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անունից է հնչեցնում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու սպառնալիքը։ Ասում է, կազգայնացնի, կպետականացնի հեծը, եթե 2 օրից այդ ընկերությունը չփոխհատուցի ժողովրդին հասցված վնասը։ Հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Ոչ կառավարությունը, ոչ վարչապետը որևէ լիազորություն չունեն միջամտեն հեծի գործունեությանը, որակավորեն կամ արձանագրեն խախտումներ եւ այլն։ Դա ամբողջությամբ գտնում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տիրույթում։ Հանձնաժողովը արդեն հասցրել է 10 միլիոն դրամ տուգանել ընկերությանը։ Ասում են տեխնիկական ու առևտրային խախտումների համար։ Պարզվում է դրանք արձանագրվել են փետրվարին, բայց միայն 3 Սամվել Կարապետյանին կալանավորելուց առաջ հայտնեցին հեծին տուգանելու որոշման մասին։ 70%-ով Սամվել Կարապետյանի տաշիր կապիտալին պատկանող հեծը խլում են, թե ազգայնացնում։ Սուրեն Պարսյանի խոսքով ազգայնացումը լիովին օրինական պրոցես է, կարգավորվում է սեփականության մասին օրենքով։ Պետությունը կարող է մասնավոր անձանց գույքը գրանցել պետության անունով միայն անվտանգությամբ պետական հանրային շահից ելնելով։ Մյուս այլ դեպքերում ինքը իրավունք չունի։ Բացի այդ, ազգայնացման պարագայում ինքը պարտավոր է փոխհատուցում ապահովել։ Դա չի կարող տեղի ունենալ զուտ, այսպես խլելով, անվճար վերցնելու տեսքով։ Տնտեսագետն ընդգծում է, առանց փոխհատուցման հնարավոր չէ ազգայնացնել որևէ ընկերություն, հատկապես երբ այնտեղ օտարերկրյա ներդրումներ կան։ Իսկ հեծը մասամբ օտարերկրյա ընկերություն է։ Բաժնետոմսերի 30%-ը պատկանում է Կիպրոսում գրանցված Liormand Holdings Limited ընկերությանը։ Հայաստանը անդամակցում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, միջազգային պայմանագիր ունի օրինակ Կիպրոսի հետ, այսինքն երբ որ հայկական կողմը որևէ պետական միջամտություն է իրականացնում օտարերկրյա ներդրումների շրջանակում, ապա դա պետք է պատասխանատվության ենթարկել, դա պետք է փոխհատուցել։ Պետականացումից հետո կսկսվի ամենամեծ գլխացավանքը։ Հեծի 100% բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գործարքին համաձայնություն է տվել հենց Փաշինյանի կաբինետը 2021 թվականին։ Եվ ուրեմն որտեղից է հեծի հնարավոր նոր սեփականատերը Հայաստանի կառավարությունը մարելու պարտքերը։ Իսկ այդ վարկերը ինչպես է ինքը մարելու, նորից սակագին է բարձրացնելու, թե պետական բյուջեից նորից այսպես գումարներ է հատկացվել, ինչպես անիֆում եղավ։ Այսինքն հիշեցնեմ, որ անիֆում 60 միլիոն դոլարի չափով ըստ էության դրամական հանրային միջոցների փոշիացում եղավ։ Մասնագետները հորդորում են հեծը զերծ պահել քաղաքական պրոցեսներից, այդ ռազմավարական կարևոր հիմնարկը քաղաքական վրեժխնդրության զոհ չդարձնել, չխարխլել երկրի տնտեսությունը։ Այսինքն մենք մի քանի անգամ պետք է ավել մտածենք հեծի նման կազմակերպությանը միջամտելու, որովհետև եթե էլեկտրամատակարարման ոլորտում մենք ունենանք խնդիր, ապա դա ազդելու է ամբողջ տնտեսության վրա երկարաժամկետ առումով։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։